Առաջի հարվածը այս շենքին էր, որից մի ընտանիք վիրավորվեց, երեխաներից մեկը թոկն էր ծագել, թևերը, վիզ, թև, ոտքեր, լրիվ, տատիկը 4 հոգի մեքենայի մեջ էին, այդ 4 հոգին էլ այդ հարվածից հետո վնասվել էին։ Այս աշտեն ավիահարվածներից հետո այս տների հետևներ ավիահարվածներ է եղել, բայց տները էծև ավիրվեցին։ Գյումրեցի Անի Հայրապետյանի ընտանիքը 1988-ի երկրաշարժից հետո զրկվել էր տանիքից ու հայտնվել տնակում։ Անին ընդամենը 5 տարեկան էր, երբ 1999-ին նրանք Գյումրիից տեղափոխվեցին Արցախ, Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ։ Հենց այստեղ նա գտավ իր սերը, կառուցեց իր տունն ու հաստատվեց Շուշիում, որը սակայն կորցրեց 2020-ի պատերազմի պատճառով։ Տեղահանությունից հետո Անիի ընտանիքը կարճ ժամանակով ապաստանեց Հայաստանում, բայց կրկին վերադարձավ Արցախ, բնակվելով հայրական տանը Բերքաձորում։ 2023-ի սեպտեմբերի 28-ին անցնելով վախի ու մահվան ճանապարհով Անիի ընտանիքը վերջնականապես լքեց Արցախը։ Նրանք Հայաստան եկան հույս ունենալով, որ Հայաստանում վերջապես կգտնեն իրենց անկյունը, սակայն այստեղ բախվեցին թղթաբանական ու օրենսդրական խնդիրների։ Պետությունը Անիի ամուսնու Գերդաստանի 4 ընտանիքներին ճանաչել է 1 բնակարանի շահառու։ 16 անձից բաղկացած Գերդաստանին առաջարկվել է 10-ից 14 միլիոն դրամ բնակարան ձեռք բերելու համար։ Որոշեցինք լրացնել այդ սերտիֆիկատը իմ փոքրիկ ընտանիքի կազմով։ Իմ ամուսնուս եւ այդ ժամանակ միակ բալիկս էր ծնված 3 հոգուց տվյալներով։ Մտածում էի, որ եթե տվյալների սխալ լինի, հաստատ չի հաստատվի այդ սերտիֆիկատը, բայց պատասխանը եղավ շատ տարօրինակ, երբ եկավ մեր սերտիֆիկատ, ոչ մեր անվանի, իմ կիսուրի անվանի եւ դրա մեջ դրավեցին ամուսնուս Գերդաստանի բոլոր անդամները։ Այսինքն ծրագիրը սխալ ցույց չտվեց, որ դուք քիչ անձ եք ներկայացրել կամ ձեր ընտանիքի կազմը սխալ եք ներկայացրել։ Եվ ստացվեց այնպես, որ այդ բոլոր անձիկ 24 թվականի ապրիլ ամսից զրկվեցին բոլոր աջակցություններից եւ պետությունը մեզ ասում է գնացեք այդ 10 միլիոն դրամ սերտիֆիկատով, գնեք բնակարան եւ բնակվեք այդ 4 ընտանիքով։ 4 ընտանիքի մեջ մտնում են կիսուրս, կերսարս, այն մարդը կերսարս, ով չէր վերադարձել Արցախից եւ նա նույնպես համարվել էր այդ սերտիֆիկատի շահառու։ Անիս կեսրայրի այն 10 հայերից մեկն էր, ովքեր մնացել էին Արցախում եւ միայն 2026 թվականի հունվարի 23-ին կարողացան վերադառնալ Հայաստան, վերջապես միանալով իրենց ընտանիքներին եւ հնարավորություն ստանալով օգտվելու իրենց հասանելիք աջակցությունից։ Դրանից բացի նա չէր կարող լինել սերտիֆիկատի մեջ, որովհետեւ կիսուրիս հետ իրանք շատ երկար տարիներ ամուսնալուծված են եղել։ Այսինքն այստեղ կա օրենքի բաց, որ նախ այդ կետով արդեն իսկ սխալը գնացել է եւ հաջորդ կետով, որ այդ բոլոր ընտանիքներս եղել են առանձին։ Խոսենք մյուս տեքրոջս մասին, ով ունեցել առանձին բնակարան, ունեցել առանձին հաշվառում, մյուս տեքրս 8-9 տարի ապրել է Վարչով բնակարանում իր ընտանիքի հետ, ով ունի կինը, 2-3 երեխաները արդեն, ինչ կապ ունի այն մարդիկ, ովքեր կյանքում ոչ մի դիմում չեն դրացրել եւ մեր մեկ դիմումի շնորհիվ հիմա իրանք այս ամբողջ տարիների ընթացքում չեն օգտվել աջակցություններից եւ հիմա չեն կարող օգտվել 23 թվականի բնակապահովման ծրագրից։ Տան անդամներից որևէ մեկը եթե օգտվի սրանից, մնացած անդամները կմնան առանց սերտիֆիկատի։ Հիմա ասում են չկա Արցախ, մենք ոչինչ չենք կարող լուծել։ Պարզվում է Անիի ընտանիքի անդամների թվի եւ տրամադրվող հավաստագրի արժեքի անհամապատասխանությունը 2 տարբեր պետական ծրագրերի միջև առկա հակասությունների հետևանք է։ Խնդիրը պարզաբանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը։ Այստեղ պետք է հստակ տարբերակել 20 թվին եւ 23 թվին տեղահանված ընտանիքների համար իրականացված բնակարանային ծրագրերը։ Ծրագրերի պայմանները եղել են շատ տարբեր։ Օրինակ, մի ծրագրում ունեցել ենք գույք չունենալու սահմանափակում, իսկ առաջին ծրագրում նման խնդիր չենք ունեցել։ Քաղաքացիության պարտադիր պայման առաջին ծրագրում չի եղել։ Եթե խոսում ենք 20 թվի տեղահանվածների մասին, եւ այս դեպքը հենց այդ ծրագրի մասին է, այնտեղ ընտանիքների կազմը մենք չենք որոշել,
քանի որ նախապես Ղարաբաղի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պաշտոնապես Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է շահառուների ցանկ, որտեղ շահառուներն ընտանիքների ձևավորված են եղել եւ որևէ փոփոխություն այնտեղ որևէ մեկը անել չէր կարող։ Ինչ վերաբերվում է գումարի չափին, ապա այդպես չասենք, որ դա հենց 10 միլիոն է, քանի որ ծրագրի շրջանակում մենք ունենք բնակավայրեր, որտեղ հաջորդություն 12 միլիոն է, կամ բնակավայրեր, որտեղ 14 միլիոն է, սահմանամերձ բնակավայրերը, իսկ կառուցապատումը 16 միլիոն է, իսկ Երևանը 8 միլիոն է։ Մինչ պետական մարմինները հիմնվում են Արցախից ստացված հին արխիվների վրա, Շուշիի քաղաքապետը բացահայտում է խնդրի բուն պատճառը։ Ըստ նրա, իրենք ժամանակին Հայաստանի իշխանություններին են տրամադրել Շուշիում փաստացի բնակվող ընտանիքների, նաև դեռ 1990-ականներին Բաքվից տեղահանվածների ցուցակները։ Ու հենց այդ հին տվյալներն են այսօր դրվել նախարարության հաշվարկների հիմքում, ստեղծելով իրավական քաոս, որում հայտնվել են Անիի նման տասնյակ ընտանիքներ։ Այն ժամանակ մեր քաղաքապետարաններին Բաքվի փախստականների ցուցակն էին տվել, եթե եղել են կին ամուսին, հետո մեզ հանձնարարել են, որ լրացրեք երեխաները, նրանցից ծերվածները, թոռները, ինչ որ կա լրացրեք։ Մենք էլ բոլորը լրացրել ենք, առանց իմանալու, որ հետագայում ինչ է կատարվելու։ Բնակ կոմիտե է եղել, այս ընտանիքների համար մենք տվել ենք առանձին ցուցակներ, բոլորին առանձին, որպես առանձին ընտանիքի տերեր, էլի, որ առանձին էին ապրում։ Հետի չեն վերցրել, իրենք ձեռնատվել, որ այդ մեկը վերցնեն, որ տաղ միասին են դրված։ Բերքաձոր համայնքի ղեկավար Զարինե Մեքիյանը ևս հաստատում է, չնայած պաշտոնական թղթաբանության մեջ առկա բացթողումներին, Անիի ընտանիքը 2020-ի պատերազմից հետո վերադարձել է Արցախ ու բնակվել իրենց գյուղում։ Ես որպես համայնքի ղեկավար տարհատներին ժամանակավոր գրանցել եմ մեր գրանցամատյանում եւ նրանք համարվել են մեր համայնքի ժամանակավոր բնակիչները։ Գրանցամատյանում կար, դե ցավոք սրտի գրանցամատյանները չենք վերել, 22 թվականից Անի Հայրապետյանին ընդունեցինք աշխատանքի Բերքաձոր համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար։ Ըստ նախարարության ներկայացուցչի Անիի ընտանիքը համարվում է կրկնակի տեղահանված։ Նրանք կարող էին օգտվել 2023-ի նոր եւ ավելի ճկուն ծրագրից միայն մեկ դեպքում, եթե ժամանակին հայտ չներկայացնեին 2020-ի տեղահանվածների աջակցության ծրագրին, բայց ինֆորմացիայի պակասը կամ սխալ ուղղորդումը շատերին կանգնեցրել է նույն փաստի առաջ։ Իդեպ, առաջին ծրագիրը նախատեսված Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների համար ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Հուլիսի 1-ից հետո դիմողների համար արդեն մեխանիկորեն գործում էր բնակարանային ապահովման նոր երկրորդ ծրագիրը։ Անիենք դիմել ու իրենց հավաստագիրը ստացել էին հունիսի 17-ին։ Ընդամենը 13 օրվա տարբերությունը նրանց թույլ չտվեց օգտվել ավելի բարենպաստ պայմաններով ծրագրից։ 2024 թվականին արագ լուրեր պատտվեցին, որ 20 թվականի Շուշիից տեղահանվածները, առանձին շրջաններից տեղահանվածները ունեն սերտիֆիկատ, որոշ մարդիկ, եւ դրա ժամկետը վերջանում է, եւ արագ պանիկա տարածվեց, որ եթե դուք չդրացնեք ձեր սերտիֆիկատը, այլևս չեք կարող օգտվել բնակապահովման ծրագրից։ Լոգիկայով ես հասկանում եմ, որ մենք 23 թվականին ենք վերջին անգամ տեղահանվել, եւ դա մեզ չպետք է վերաբերվեր, բայց միգուցե ճիշտ են ասում այդ մարդիկ, որ այդպիսի պանիկա է տարածվել, բազմաթիվ քննարկումներից հետո որոշեցինք լրացնել այդ սերտիֆիկատը։ Այդ ծրագիրը մի քանի անգամ երկարաձգել են, որպեսզի իրենց ցուցակում եղած բոլոր ընտանիքները օգտվել կան եւ վերցնեն հավաստագիրը։ Եվ նրանք, ովքեր որ հրաժարվում էին վերցնել, նրանց ուղիղ ասում են, որ եթե չվերցնեք, մյուս ծրագրից չեք օգտվել, այսինքն ճարահատյալ մարդկանց մղում էին, որպեսզի գնան եւ վերցնեն այդ հավաստագիրը։ Եթե ընտանիքը չէր ընդունում, որ ինքը 20 թվի տեղահանվածների ծրագրին պիտի դիմի, իրենք պետք է չդիմեին, որովհետեւ մենք ունենք որոշում հստակ, որ այն ընտանիքները, ովքեր չեն դիմել եւ չեն ստացել հավաստագիր, իրենք համարվում են նոր ծրագրի շահառուներ, եթե իհարկե բավարարում են նոր ծրագրի պայմանները, բայց քանի որ մարդիկ արդեն դիմել են եւ ստացել են այս ծրագրով հավաստագիր, իրենք համարվում են բացառապես այս ծրագրի շահառու եւ որևէ փոփոխություն այստեղ անել իհարկե հնարավոր չէ։ Ունենք բազմաթիվ ընտանիքներ 8, 9, 10 եւ ավել անդամներով, ովքեր հենց 10, 12 կամ 14 միլիոնով ձեռք են բերել գույք եւ նմանատիպ որոշումը պետք է վերաբերվեր նաեւ իրենց։ Քանի որ այստեղ ծրագիրը գրեթե մոտեցել է ավարտին եւ շահառուների 80-ից ավել տոկոսը իրացրել են հավաստագրերը, նման բովանդակային փոփոխություն ծրագրում իհարկե չի կարող լինել։
Նախարարության այն դիրքորոշումը, թե ընտանիքը կարող էր պարզապես չդիմել 2020-ի ծրագրին եւ սպասել հաջորդին, հարցերի նոր շղթա է առաջացնում։ Իսկ ինչպես պետք է տեղահանված ընտանիքը կանխատեսեր, որ 4 առանձին տնտեսություններին պետությունը միավորելու է մեկ հավաստագրի տակ, կամ ով կարող էր երաշխավորել, որ հաջորդ ծրագիրն առհասարակ լինելու էր եւ անօթևան մնացած մարդիկ ստիպված չէին լինելու տարիներով սպասել անորոշության մեջ։ Անիի խոսքով իրենք եւս կարծում էին, որ ծրագրին չհամապատասխանելու դեպքում պարզապես մերժում կստանան, այնինչ համակարգը նույնիսկ մերժման հնարավորություն չի նախատեսում եւ մարդկանց թույլ չի տալիս հրաժարվել շահառու լինելուց։ Հիմա այս սերտիֆիկատով, եթե որևէ խնդիր կա, նույնիսկ մեկ տանասխալ, մեկ ինֆորմացիայի բաց կամ մեկ անդամ, եթե չի լրացվում տվյալը, ինքը խնդիր է տալիս եւ չի թողնում, որ դու շարունակես, բայց մեր դեպքում չի եղել նման հնարավորություն։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանն ու իրավունքի պաշտպանության փորձագետ Աննա Մելիքյանը համոզված են, ընտանիքը պետք է ինքը որոշի, թե որ ծրագիրն է իրեն առավելագույնս օգտակար։ Եվ Անիի պարագայում եւ բազմաթիվ այլ նման դեպքեր ունենք, մոտեցումը շատ անարդարացի է, անհավասար վերաբերմունքի խնդիր կա, որևէ տարբերություն չկա այդ ժամանակահատվածի տեղահանվածների եւ հիմիկվա տեղահանվածների միջեւ, հետեւաբար եթե անձը իր ընտանիքը որոշում է կամ նպատակարար է համարում օգտվել ոչ թե նախորդ ծրագրից, այլ այս ծրագրից, ապա կառավարությունը առնվազն այդ հնարավորությունը պետք է ընձեռի տեղահանված ընտանիքին։ Մանավանդ վարչարության սխալմունքի հետևանքով է, որ 4 ընտանիքը դարձել են մեկ սերտիֆիկատի շահառու։ Սա անընդունելի է միանշանակ։ Միակ ճանապարհը, որն այսօր առաջարկում է նախարարությունը, դատարանն է։ Շուշիի քաղաքապետը մեկ բան կարող է ասել Հադրութինը, մեկ այլ համայնքի ղեկավարը մեկ այլ բան, բայց հստակ եղել է ցուցում համայնքի բոլոր ղեկավարներին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել բնակարանային ծրագրի պոտենցիալ շահառուների ցանկ, եւ որևէ մեկի խոսքը իհարկե մեզ համար հիմք չէր կարող հանդիսանալ։ Մեզ համար հիմք է որոշումը եւ որոշման հիմքով պաշտոնապես ստացված տեղեկատվությունը։ Եթե մեր հայրենակիցները որևէ բողոք ունեն եւ դժգոհում են, ապա իրենք իհարկե կարող են դատական կարգով իրենց իրավունքները վերականգնել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի հավաստմամբ, նմանատիպ հարցերը բազմիցս բարձրացվել են մասնագիտական խմբերում, թեև նախարարությունից հավաստիացրել են, որ դրանց լուծումներ կտրվեն, սակայն իրավիճակը մինչ օրս չի փոխվել։ Անիի դեպքում էլ նա մի քանի անգամ դիմել է նախարարություն, ակնկալելով, որ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու կարևորությունը, հարցն այնուամենայնիվ կլուծվի առանց դատարանի միջամտության, սակայն անարդյունք։ Վերջին կետը եղավ Արսեն Թորոսյանի հետ հանդիպումը, երբ հստակ ինձ ասացին, որ միակ տարբերակը դատարանն է, չնայած միշտ են ասել, որ դատարանն է, բայց միշտ եղել է նաև այլընտրանքային տարբերակներ, երբ մտածել ենք օրինագիծ կփոխվի, որևէ փոփոխություն կկատարվի, որովհետև այդ սերտիֆիկատի ժամկետը շատ անգամ երկարաձգվեց եւ թվում էր թե տեսնելով մարդկանց տանջանքները մի լուծում կտան, բայց իրականում դա այդպես չեղավ եւ ստիպված արդեն մենք էլ ընկերների, ծանոթների օգնության դիմելով հավաքել ենք գումար փաստաբանի համար եւ արդեն վարձել ենք փաստաբան, որպեսզի գործը դատարան գնա։ Իհարկե հերթական մի տանջանքն է, երբ պետք է մի տարի մոտավորապես սպասես, մինչև այդ հարցը լուծվի ու վստահ չես կլուծվի թե չէ։ Անիի ընտանիքն այդուհանդերձ դեռ չի կողմնորոշվում, թե դատարան դիմելիս որն է առաջնահերթությունը՝ ընտանիքների առանձին հաշվառումը, թե 2023 թվականի տեղահանվածների ծրագրից օգտվելու իրավունք ստանալը։ Փաստաբանն ասաց, որ ամեն ընտանիք պետք է ինքնուրույն դիմի, այսինքն եթե մենք 4 ընտանիք միասին ենք, 4 էլ առանձին պետք է այդքան շատ գումար ծախսենք, որպեսզի դիմենք դատարան։ Առաջնայինը այն ընտանիքները կդիմեն, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, հետո նաև որ ընտանիքում ծնվել են նաև այլ երեխաներ եւ նրանք նույնպես պետք է օգտվեն, բայց եթե ընտանիքի կեսը մի սերտիֆիկատի շահառու է, կեսը մի սերտիֆիկատի, դա ոնց քաոսային իրավիճակ է եւ դրա համար նույնպես հույս ունեմ, որ մեր փոքրիկ բալիկով ծնվել է 24 թվականին կարողանա իր մասնաբաժնից օգտվել եւ դառնալ սերտիֆիկատի շահառու։ Առաջին պահանջը այն է, որ մեզ ճանաչեն 23 թվականի տեղահանված եւ ճանաչեն որպես առանձին ընտանիք եւ թույլ տան արդեն օգտվելու 2023 թվականի տեղահանվածների բնակապահովման ծրագրից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաճախ է քաղաքացիներին ուղղորդում դեպի դատարաններ, ինչը իրավապաշտպանները համարում են պատասխանատվությունից խուսափելու միջոց։ Ըստ նրանց, արցախցիների ներկայիս խնդիրները 2023 թվականի
թվականի սեպտեմբերյան տեղահանության ժամանակ իրականացված շտապողական հաշվառման եւ դրանում տեղ գտած սխալների հետևանքն են։ Ակնհայտ խնդիրներ կան շտեմարանի ճշգրտության։ Դրանով ձնագնդի էֆեկտով, այսինքն շարունակաբար այդ խնդիրը բոլոր ծրագրերում ակնհայտ էր դառնում, նույնը բնակարանային ծրագրերում։ Ունենք դեպքեր, երբ որ ընտանիքը միասին տեղահանվել է, ընտանիքից մի մասին, ասենք, հաշվառել են, մի մասին ոչ, եւ որևէ կերպ չեն կարողանում հիմնավորել ապացուցել այս ընտանիքի անդամները, որ միասին են բռնի տեղահանության ենթարկվել եւ ըստությամբ բոլորն պետք է շահառու լինեն։ Ստիպված են լինում դիմել դատարան, դա եւ ծախսատար եւ ժամանակատար գործընթաց է, ունենք դրական լուծումներ, սակայն պետք է նշեմ, որ որոշ դեպքերում սոցիալ-նախարարությունը անգամ դա է բողոքարկում, դրանով հետաձգելով անգամ իրավունքի իրացումը, ըստ էության զրկելով անձանց այդ անգամ նվազ աջակցությունից։ Իրավապաշտպանների պնդմամբ գերատեսչությունը պարզապես չի ցանկանում, որ մարդիկ ստանան իրենց հասանելիքը։ Այս առումով, սակայն, նախարարության ներկայացուցիչն իր բացատրությունն ունի։ Ինչքան էլ ակնառու է, բայց կան սահմանված ընթացակարգեր, այսինքն եթե սկսվում է դատական process, որպեսզի չվերագրվի, որ նախարարության իրավական բլոկը անգործության է մատնված եւ այդքան հեշտ ընդունում է իր պարտությունը, ինչը սահմանված պրակտիկա է։ Մենք ունենք պարտավորություն գոնե մի դեպքով հասնել մինչեւ վերջին ադյան, եւ եթե կունենանք արդեն նախադեպ տվյալ գործով, արդեն հաջորդ անգամ նմանատիպ գործով մենք առաջին ադյանի որոշումից հետո այլևս չենք բողոքարկի, բայց քանի դեռ չկա նախադեպ, դա իրավագիտության մեջ ընդունված պրակտիկա է, որ մենք պարտավոր ենք մինչև վերջին ադյան բողոքարկել։ Անին ու Գևորգը խաղավարներ են։ Նրանք Արցախում նույնիսկ բլոկադայի սովի ու մթի մեջ ուրախություն էին հորինում ուրիշների համար։ Այսօր Գյումրիում նրանք նույնն են անում, աշխատում են, հարկեր վճարում, ինտեգրվում։ Անին նույնիսկ օգնում է իր ընկերներին Գյումրիում տուն գտնել, թեև ինքը դեռ չունի իր անկյունը։ Մենք ամեն օր ուրախացնում ենք մարդկանց, երեխաներին, ամեն օր ասում ենք, որ թող ձեր տանը միայն ուրախություն լինի, բայց մենք չունենք այդ տունը։ Իրականում անցել եմ այս խնդրի ընդունման բոլոր փուլերով, թե ջղային փուլով, թե լացելու փուլով, թե տխուր փուլով։ Հույսը ինչքան գնացել, այնքան մարել է, չենք ձգտում ավելի ինչ-որ բանի։ Ուզում ենք մեր անկյունը լինի, կարողանանք մեր բալիկներին մեծացնել, հանգիստ գոնե չմտածելով տան վարձի, չմտածելով այլ հոգսերի մասին։ Մինչ բազմաթիվ ընտանիքներ դեռ փորձում են գտնել իրենց տեղը բյուրոկրատական համակարգում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփում է սեփական ցուցանիշները։ Ըստ այդ տվյալների 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ բավարարվել է 4797 դիմում։ Նախարարության փոխանցմամբ 2144 ընտանիք իրացրել է իր հավաստագիրը եւ ձեռք բերել բնակարան։ Թվերով պատկերն այսպիսին է։ Իրացված հավաստագրերի պատկերն ըստ մարզերի բավականին անհամաչափ է։ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ ցուցակը գլխավորում է Արարատի մարզը, որտեղ սեփական տանիք են ձեռք բերել ամենամեծ թվով ընտանիքները՝ 2011։ Չունենք որևէ մարզ, որևէ խոշորացված համայնք, որտեղ չունենանք իրացված հավաստագիր։ Զոնա գցել են ձևափոխել են պատմեն ներկել եկե գազ են քաշել։ Մարտակերտի Հաթերք գյուղից տեղահանված Միրզախանյանների 7 անձից բաղկացած ընտանիքն արդեն 2 տարի է ապաստան է գտել Իսահակյան գյուղում։ Մարինան, ամուսինը, նրանց 5 զավակները, 4 աղջիկ եւ 1 տղա տեղավորվել են վարձակալած մի տան մեջ, որի վարձն արդեն 2 ամիս է չեն կարողանում վճարել։ Սա այն սեփականության վկայականն է, 15 տարի առաջ մամուց մահացել է, իրանից մնացել են ժառանգություն, 36 քառակուսի մետր է, էլ մեզ չի հերիքում 7 շնչին, պետությունն էլ չի տալի, ասում եմ, այս սեփականություն չի հասնում, աջակցությունները չեմ ստանում, չեմ ստացել։ Ասում եմ, փոքր է, հնարավորություն չկա այդտեղ ապրելու, անհնարին է դրա մեջ, 4 աղջիկներ են, մեծ արդեն մեկի հետևից հասունանում են, տղես հասուն տղա է, հնարավորություն չկա, ջահել ամուսինները, այդքանս ի վիճակի չենք 36 քառակուսի մետրի մեջ ապրելու։ Հա բողոքեցի, հա դիմեցի, ասին չի հասնում, սեփականության նպաստ էի ստանում երեխեքին, էտել են կտրել։ Այնտեղ ծրագրի մեջ տղացել, որ մի հոգին 20 քառակուսի է հասնում, հիմա մի հոգու է հազիվ։
Բայց էլի մերժեցին։ Ընտանիքի հայրն ու որդին անցել են Արցախյան գոյամարտի բոլոր փուլերով, առաջնագծում լինելով 90-ականներից մինչև 2020 թվականը։ Ամուսինները հիմա գյուղի փռում են աշխատում, բայց չնչին աշխատավարձը չի հերիքում անգամ ջեռուցմանը։ Ձմեռվա վառելիքը, փայտն ու աթարը պարկերով են գնում, ամեն պարկին 1500 դրամ վճարելով։ Գյուղից որ փախել ենք, ոչ մի թանկարժեք իր, ոչ մի մասունք չեն բերել։ Իմ թանկարժեք իրերս, իմ թանկարժեք ինչ որ ունեմ թանգիմ ընտանիքն է, կարևորը կորուստ չեմ ունեցել, բոլորս ական եկել հասել ենք այստեղ։ Հույսս չեմ կտրի, կպայքարեմ։ Շատ հնարավոր է, որ մենք այստեղ ունենք տեխնիկական խնդիր, որովհետև ամեն դեպքում տվյալների շտեմարաններում տեխնիկական խնդիրներ ինքնաշխատ ստացվող տվյալների դեպքում երբեմն պատահում են։ Ես կխնդրեմ մեզ փոխանցեք կոնտակտային տվյալներ, որպեսզի առավել մանրամասն խնդիրն ուսումնասիրենք եւ իհարկե կարգավորենք, որովհետև այն ինչ որ դուք եք ասում, բացառվում է։ Մեր նկարահանող խումբը Մարինա Թարգուլյանի տվյալները փոխանցեց Գայանե Ղարագյոզյանին։ Արդյունքը չուշացավ։ Ընդամենը օրեր անց նախարարությունից կապ հաստատեցին արցախցի կնոջ հետ, հորդորելով նորից լրացնել առցանց հայտը։ Այսօր Մարինան եւ նրա 4 դուստրերն արդեն ծրագրի շահառու են։ Նախարարությունից զանգեցին ինձ, հարցրեցին, ասեցի, որ չի ստացվում, անդադ մերժում են տալիս ինձ։ Ասեցին, որ դիմեք, ձեր անվան տակ դիմեք, կստացվի։ Ես դիմեցի, գրանցվեցի նորից, սերտիֆիկատի պահով ստացվեց։ Իսկ որդուս ու ամուսնուս չի ընդունում, որովհետև իրանք չունեն Հայաստանի քաղաքացիություն։ Մի քիչ դաժան է համեմատությունը, բայց անգամ քրեակտորական հիմնարկներում մեկ անձին հասնող քառակուսի մետրի սահմանում ունենք, բայց անձանց դեպքում փաստորեն չէր կիրառվում։ Եվ անգամ եթե 20 հոգի էր բնակվում 40 քառակուսի մետրանոց բնակարանում, համարվում էր դա բավարար եւ աջակցությունից անդիկ զրկվում էին, բայց փաստեցի ստիպված էին վարձակալությամբ ապրել։ Դրանց հետո կառավարությունը փոխեց մոտեցումը եւ սահմանեց անձին բաժնային սեփականությունը առնվազն 20 քառակուսի մետր սահմանաչափը, որով որ արդեն որոշ ընտանիքների հարցը գոնե բարելավեց եւ կարողացան օգտվել աջակցությունից։ Անշարժ գույք ունենալու հիմքով մեր մերժված դիմումների թիվը շուրջ 100-ի է հասնում եւ այո, մենք որոշմամբ հստակ սահմանել ենք, որ եթե մասնաբաժինը 50% եւ ավելի է մեր շահառուի ընտանիքի որևէ անդամի տվյալ գույքում, ապա համարում ենք, որ ընտանիքը ունի գույք եւ իհարկե չի կարող օգտվել ծրագրից։ Այստեղ Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքում 2023 թվականից բնակություն է հաստատել 25 ընտանիք։ Սա մի յուրօրինակ հանրակացարան է, որտեղ մարդիկ բնակության վարձ չեն տալիս, իսկ կոմունալ ծախսերը հոգում է պետությունը։ Բայց այս անվճար կյանքն ունի իր ծանր նախապատմությունը։ Նրանք հիմնականում 1-2 անձից բաղկացած ընտանիքներ են, որոնց պետությունը բնակարան գնելու համար առաջարկում է 3-ից 5 միլիոն դրամ։ Հայրական տունուս եմ կորցրել, աղբերներս են զոհվել, հերս անեղվել, մահացել հիվանդությունի, հիվանդացել, ամեն ինչ կորցրել ենք։ Ես 3-րդ անգամ եմ, որ տունտեղ եմ կորցնում, ամեն ինչ կորցնում եմ էլի։ Ամուսինս հիվանդացել, տարհանվել ենք Նուբարաշի, 6 ամիս մնացել ենք, մահացել, 7 տվել եմ, տեղափոխվել եմ այստեղ, որովհետև չեմ կարողացել վարձը տամ, այնտեղ շատ թանկ է Երևան տները, ծանոթ մարդ կար ասեց, որ ստեղ ձրի տեղ կա։ Տիկին Հասմիկը մասնագիտությամբ մանկավարժ է, բայց դիպլոմը չի կարողացել իր հետ բերել։ Հիմա ապրում է 40,000 դրամ աջակցությամբ, դեռ սպասում է, գուցե մի հրաշքով այդ գումարով տուն գտնի։ 4 միլիոն է հասնում, 4 միլիոնով չենք կարող բնակարան առնենք։ Ծունդական են ուզում, որ չկա, ծունդական է ամեն մի բառը թարգմանել հայերեն, այնտեղ մեզ մոտ թուրքերեն, ռուսերեն, այստեղ թուրքերենից հայերեն թարգմանել շատ են փող ուզում։ Ընկերուհիս Արիլա Ղարաբաղից է, ասում արդեն 60-70,000 ծախսել եմ, բայց ոչ մի բան, հələ չի ստացվել։ Ես կուզենայի այդ փողը տային, թեկուզ մի ուրիշ ընտանիքի հետ էլի այդ փողը միասին դոնաներին ապրենք էլի։ Նկարների մեջ ծեմրալ, ծա աղջիկա, սիրուն։ Այս են մեր փիսոնա, նապաստակն է էլի։ Դե անում էլի ձեռիս հետ, սա էլ է սիրուն աղջիկներ։ Հնե, այսիստե, այս է մեր դեդը բաբնա զաթո, սեք։ Իմ արվեստը ես է, էսի չլինի, ես չգիտեմ ինչ կանեմ։ Էսի ասեղնագործում եմ, մտքերս ցրվում է, ներվերս հանգստանում է, ոչ մի բանի մասի մտածում չեմ, հետո որ
չմասեղնագործում պարկում եմ սկսում մտածել։ Բա օրգան հենց իմասեն հելեք, Տիգրանակերտում ենք կենում, այնտեղ 7 հեկտար հող ունենք, բաղ ու բաղճա ունենք, ամեն ինչ ունենք։ Այդ 4 միլիոնով ես չգիտեմ որտեղ պետք է տուն առնես։ Ես կուզեմ գոնե գյուղում լինի, տնած 4 միլիոնով եթե գյուղում լինի մի տուն, մի փոքր տնակ լինի, ես գոյեմ։ 50 տարվա ստաժ ունեմ։ Լավ է, 50 տարին էլ աշխատել եմ։ Պետությունը ասում է 4 միլիոն ամեն մեկին հասնում է։ Ոչ բնակարան ձեռք բերենք, չգիտեք, էսեղ մեզ համար ավելի լավ է։ Քան դուրս կան գնանք, դուրս կան վարձով ոնց ապրեք, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան չեն բերել։ Հիմա որտեղ գնում եք ասում փաստաթուղթ ոնց բերեին, կբերեվից խփում էին, մենք էլ չենք իմանում ինչ անց, վրազ ասում դուրս եկեք, վրազ դուրս եկեք։ Այս տարվա հուլիսից ուժի մեջ կմտնի մի նախագիծ, որով 1-2 անձով ընտանիքներին կառաջարկվի 10-ամյա պայմանագիր։ Պետությունը կվճարի 40,000 դրամ բնակվարձ, մինչև նրանց համար սոցիալական բնակարաններ կառուցվեն։ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ մեկ անձից բաղկացած 85 ընտանիք արդեն բնակարան է ձեռք բերել, որոնցից 40-ը ներգրավել է հավելյալ միջոցներ։ Ենթադրվում է, որ նրանք նախապատվությունը տվել են 5 միլիոն դրամ արժողությամբ բնակավայրերին։ 2 անձից բաղկացած 173 ընտանիք հաջողությամբ իրացրել է հավաստագիրը։ Նրանցից 62-ն է օգտագործել սեփական կամ լրացուցիչ միջոցներ։ 3 անձից բաղկացած ընտանիքների շրջանում հավաստագիրն իրացրածների թիվը հասնում է 236-ի, որից 99-ը դիմել է հավելյալ ֆինանսավորման։ Փաստացի Հայաստանում բավականին ուճացված են հիմա գները եւ կարելի ասել, որ այդ գումարով գրեթե հնարավոր չէ պատշաճ գույք գնել այս պահին։ Մի կողմից խրախուսվում է, որպեսզի անձինք գույքը գնեն մարզերում, մյուս կողմից որևէ հնարավորություն հաշվի չի առնում, թե արդյոք իրանք կարող են զբաղվածություն ունենալ, որպեսզի իրոք բնակվեն այդ մարզում եւ կարողանան շարունակել այնտեղ ապրել։ Այսինքն ձևական անգամ եթե գնեն ինչ որ գույք որևէ մարզում, բայց չկարողանան գոյատևել, այսինքն եկամուտ ունենալ, ըստ էության կրկին մարդիկ ստիպված են լինում դեպի Երևան կամ ավելի Երևանին մերձամ, մարզեր փաստացի տեղափոխվել եւ կրկին գուցե էլի վարձով ապրել, այսինքն համալիր մոտեցում չի ցուցաբերվում։ Ծրագրի շրջանակում չկա որևէ սահմանափակում ընտանիքի կազմի վերաբերյալ։ Ընտանիքի կազմում կարող են ներառվել ինչպես արյունակից բարեկամները, ծնողները, քույրը, եղբայրը, տատը, պապը, այնպես էլ ոչ արյունակից անդամներ կարող են լինել, եթե իրենք որոշել են այդ կազմով դիմել, բայց պարտադիր պահանջ է, որ բոլորը պետք է լինեն այդ գույքի սեփականատերեր։ Ցավոք սրտի, եթե զուտ իրավական տեսանկյունից նայենք, Հայաստանը նաև չի վավերացրել Եվրոպայի սոցիալական խարտիայի բնակարանի իրավունքին վերաբերող հոդվածը, ինչ նշանակում է, որ մեծ հաշվով պետությունը չի ստանձնել պարտավորություններ բնակարանի իրավունքի շրջանակներում։ Մենք տեսնում ենք այս ծրագրի իրականացման ընթացքում, որ ծրագիրը իզորու չէ ամբողջությամբ լուծել տեղահանվածների բնակարանային հարցը։ Եթե արդեն տարուկես գործարկման ընթացքում ընդամենը 10%-ն է բնակարանի տեր դարձել, սա նշանակում է, որ այս տեմպերով որ գնա 10 տարի պետքա շարունակվի, իսկ արդյոք մենք ունենք այդ հնարավորությունը, այդ շռայլությունը 10 տարվա սպասելու։ Այդ ընթացքում մարդիկ արտագաղթելու են, այդ ընթացքում մարդիկ հայտնվելու են աղքատության ջիրաններում, անօթևանության ջիրաններում։ Խնդրի լուծումը ոչ թե պարզապես հավաստագրեր տրամադրելն է, այլ բնակարանաշինությունն ու կայուն աշխատատեղերի ստեղծումը։ Տարբեր համայնքներում, որտեղ արցախցիները արդեն իսկ հիմնավորվել են, օրինակ Աբովյանում 6000 թե 7000 անձ է ապրում, մի քիչ էլ ավել Մասիս համայնքում է ապրում։ Երբ որ արդեն մարդիկ որոշակի ադապտացիա են անցել այդ բնակավայրերում, ուղղակի պետք է հնարավորություն տրվի բնակարանաշինության միջոցով այդ անձանց բնակարանային հարցի կարգավորում, որտեղ այս ծրագիրը երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու ծրագիրը չի կարող ապահովել ամբողջ ծավալը։ Ցանկացած պարագայում մեր փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ լավագույն որոշումների դեպքում մենք միշտ ունենում ենք մի խումբ մարդիկ, ովքեր ամեն դեպքում դժգոհ են մնում, ինչը իրականում հասկանալի է, որովհետև անհնար է կազմել որևէ ծրագիր, որը կբավարարի բոլորի պահանջները, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ ծրագրերը 1-2-10 անձի համար չեն, այլ մի քանի հազար ընտանիքների համար են, եւ այս պահին լավագույն որոշումը եւ պետության տեսանկյունից հարմար եւ շահառուների տեսանկյունից հարմար
համար եղել է սա։ Հետևաբար այս մասով մենք փոփոխություններ չենք նախատեսում եւ ուղղակի խորհուրդ ենք տալիս այն մարդկանց, ովքեր դժգոհում են, վերանայեն իրենց վերաբերմունքը ծրագրի հանդեպ։ Ինչ վերաբերվում է մեր ակնկալիքներին, ապա մենք նախատեսում ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում առնվազն 12000 ընտանիք Հայաստանի Հանրապետությունում պետության աջակցությամբ ձեռք կբերի անշարժույթ կամ կկառուցի անհատական բնակելի։ Սակայն սա սպասված արդյունքը չէ։ Պետական ծրագրերը դեռևս ամբողջությամբ չեն լուծում տեղահանվածների բնակարանային խնդիրը։ Եթե նույնիսկ նախարարության կանխատեսումները իրականանան, ապա 5 տարի հետո դարձյալ կլինեն հազարավոր արցախցի ընտանիքներ, որոնք բնակարան չեն ունենա։ Տասնյակ հազարավոր մարդկանց համար սեփական տանիք ունենալու հեռանկարը շարունակում է մնալ անհասանելի, բախվելով սահմանափակ աջակցությանն ու իրավական անհամապատասխանություններին։ Արցախից դեպի մշտական տուն ճանապարհը հազարավոր ընտանիքների համար դեռևս անավարտ է։